Բարև ձեզ։ Այսօր կխոսենք քաղաքի հավերժական թեմաներից մեկի բնապահպանական խնդիրների մասին, զրուցելու ենք բնապահպան Սիլվա Ադամյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Եվ այսպես ինչպես է գնահատում ծառերի պահպանման ընդհանուր վիճակը մայրաքաղաքում եւ մասնագիտական տեսանկյունից հիմնական խնդիրները որոնք են։ Դեք ընդհանուր առմամբ Երևան քաղաքը այս խնդիրը շուտվանից ունի եւ նոր չի որ ծառահատումներ են massայական եղել, բավականին մեծ պայքար է գնացել ուրեմն փոքրիկ պուրակների համար, անտառների համար մենք ունենք մոնումենտում ուրեմն Մկոյի անտառ, որի համար շատ մեծ պայքար գնաց, բայց միևնույնն է դա հատվեց եւ այդտեղ կառուցապատում սկսվեց։ Հիմա դա շարունակվում է քաղաքում եւ դրա հետ միասին գումարվել է այն, որ քաղաքապետարանը իր մասնագետների հետ միասին որոշում է կայացրել, ուրեմն փոփոխել տեսակային կազմը ծառերի։ Այսինքն հասուն, գեղեցիկ, մեծ սաղարթ ունեցող ծառերը կտրվում են եւ տեղը տնկվում են այնպիսի տեսակներ, որոնք բնորոշ չեն Հայաստանի Հանրապետության, մասնավորապես Երևանի համար, եւ դրա համար շատ դժվար են աճում, սաղարթ չունեն եւ մեր կլիմայական պայմաններին բոլորովին հարիչ չի այդպիսի տեսականի ունենալ։ Մեծ հատումներ եղան քաղաքի կենտրոնում, մենք տեսնում էինք, նայում էինք, զարմանում էինք, թե ինչպես է մարդու ձեռքը գնում ուրեմն այդ հասուն մեծ ծառերը ուրեմն հատեն եւ տեղը ինչ որ սենց փոքր ճյուղեր են տնկում, որոնք շատ քիչ են մեծանում, եթե նկատել եք, դա ճապոնական բալենին է, Սակուրան, այդպես է կոչվում, ուրիշ անուն էլ ունի, հուդայի ծառա կոչվում, եւ այդ ծառերը բացարձակ իրանք գեղեցիկ են, բայց իրանք ոչինչ չեն տալիս քաղաքին, որտեղ ինչպես գիտեք, վերջերս բավականին այսպես սոս վիճակ էր Երևանում, օդի աղտոտվածության հետ կապված, եւ մենք ունենք լուրջ խնդիր ծառատեսակների եւ բուսատեսակների հետ կապված։ Որոշ ծառեր ուղղակի չորանում են կենտրոնական մասերում։ Տեսեք, մոտորապես 1 ամիս առաջ Թումանյան փողոցի վրայի թեղիները, չգիտեմ քանի տարվա թեղիներ էին, բայց դրանք բոլորը հատվեցին մոտ 80 ծառ։ Եվ բացատրությունը հետեւյալն էր, որ այդ ծառերը հիվանդ են։ Հիվանդ են։ Ես հանրագիտարանում նայել եմ, թեղիները որպես կանոն շատ ուշ են հիվանդանում եւ մասսայաբար չեն հիվանդանում, այսինքն 80 ծառ միանգամից անհասկանալի է ինչպես կարող էին հիվանդանալ։ Եվ այսօր էլ հազանգում է ավականու անդամ Քրիստինա Վարդանյանը, նկար է տեղադրել իր սոցիալական էջում եւ այո, եւ գրել է, որ արմատախիլ եղած, բետոնապատված եւ վնասված ծառեր կան Տիգրան Մեծի փողոցում։ Եվ ոչ միայն այդտեղ։ Հիմա Ինչ անենք, որ օբյեկտիվորեն գնահատվեն այդ ծառերի վիճակը, մասնագիտորեն գնահատական տրվի, որից հետո որոշվի դա հատվի, թե չհատվի, կամ փոխարինվի այլ ծառով, կամ ինչ տեսակի ծառով։ Այսինքն մենք ռազմավարություն չունենք, ի՞նչն է խնդիրը։ Ինչու ոչ։ Ո՞րն է խնդիրը, որ մինչև հիմա այդ կանաչապատման ծրագիր կա, մասնագետները աշխատել են եւ ինքը Քրիստինան է։ Ուրեմն մի 2 տարի առաջ Պողակի տնօրեններ բավականին աշխատանք էր արել քաղաքում, բայց երբ որ Պողակի տնօրենը ուրեմն փոփոխվեց, ուրեմն նոր ռազմավարություն ընդունվեց փոխել Երևան քաղաքի տեսքը։ Այսինքն այստեղ կարելի է մտածել, որ մարդիկ ոչ թե գիտական մոտեցում են ցուցաբերում, այլ ինչպես դուք ձեր բնակարանը կփոխեք, դիզայնը փոխել, չէ՞։ Այդպես որոշել են ուրեմն Երևանի դիզայնը ճակերտավոր փոխել։ Այո, անձնական ճաշակով։ Ես մի քանի հանդիպման եմ եղել քաղաքապետարանում ավագանիների հետ, եւ քաղաքապետարանի ներկայացուցիչները պնդել են, որ իրենք աշխատում են բուսաբանության ուրեմն գիտական կենտրոնի հետ, որ այնտեղից մասնագետները իրենց ուրեմն դրական եզրակացություն են տվել այս փոփոխությանը, երբ որ մենք պահանջեցինք իրենցից, թե ովքեր են այդ մասնագետները եւ արդյոք այդ թղթի տակ մի լուրջ կնիք է դրված, մի լուրջ ստորագրություն, մենք հասկացանք, որ ուղղակի դա շարանա մարդկանց անունների, որոնց ուղղակի հարցեր են, իրենք մասնագետ են, բայց իրենց ուղղակի հարց են տվել, իրենք այսպես խոսքի մեջ որոշ բաներ ասել են, պատասխանել են կամ չեն պատասխանել,
եւ դրա հիման վրա ցուցակ է կազմվել եւ ասում է, որ սա գիտական մեր հանձնաժողովն է, որը դրական եզրակացություն է տվել ծառերի փոփոխմանը եւ այս ամբողջ իրավիճակի ինչի մասին դուք հիմա խոսեցիք, տեղիների եւ այլ տեսակային կազմի եւ այո, մենք դրա հիման վրա այսպիսի փոփոխություններ ենք կատարում։ Ես նաեւ դիմեցի Բուսաբանության ինստիտուտի նախկին տնօրենին եւ ներկա տնօրենի Կրիստինայի հետ շատ նամակներ են գրել, շատ ուրեմն զրույցներ ա եղել գիտնականների հետ։ Ինչու չի լուծվում հարցը։ Չի լուծվում, որովհետեւ պիտի պարզ ասեմ, էլի ձեզ գիտական կենտրոնները իրենք այսպես չասեմ վախեցած են կամ կախման մեջ են պետական ադյաններից եւ դրա համար վախենում են ճիշտ եզրակացություններ տալ, ազատ խոսել, ասել, որ գիտեք ինչ կա, սա ճիշտ չի, սա ճիշտ է։ Որոշ մասնագետներ իհարկե խոսում են դրա մասին, ավագանու անդամներ, ինչպես Կրիստինան Ավարտանյան, բայց Բուսաբանության ինստիտուտից, որտեղ գիտական ամբողջ անձնակազմն է, որը զբաղվում է հենց բույսերով, ծառերով եւ ինքը ունի լավ մասնագետներ կանաչապատման, սակայն այնտեղից ձայն չկա եւ նույնիսկ նախկին տնօրենը Էլ չեմ ուզում բարձրաձայնեմ իր անազգանունը, ասեց, որ գիտեք ինչ կա Տիկին Ադամյան, Կրիստինա, դուք սխալ եք, ինչ որ արվում է շատ ճիշտ է, այո, պիտի հատվի ծառերը, այո, պիտի նոր ծառեր տնկվեն եւ հենց այդ տեսակային կազմը, որը մենք որոշել ենք։ Սա մի անձի իհարկե խոսք է, Ներողություն, իսկ ինչ հիմքով են որոշում, թե ինչ ծառատեսակ պետք է լինի մայրաքաղաքում։ Դա գիտեք ինչ, դա պետք է ուսումնասիրություն կատարվի։ Ուզում հարցնել, մեր էկոլոգիան փոխվել է, կլիմայական պայմաններն են փոխվել, որ այդ ծառերը պետք է լինեն Հայաստանում եւ ոչ թե օրինակ թեղիները կամ կաղդին կամ, չգիտեմ, Էապես Երևան քաղաքի ուրեմն էկոլոգիան այսպես հիմնավոր չի փոխվել։ Ես ձեզ ասեմ, նայեք, ինքը Երևանը գտնվում է կիսաանապատային, տափաստանային գոտում։ Ես այդ ամենը շատ լավ գիտեմ, որտեղ իմ հայրս գիտնական է եղել եւ մասնակցել է կանաչապատմանը Երևան քաղաքի դեռ 50-ական, 60-ական թվականներին։ Այստեղ կիսաանապատային, կիսատափաստանային զոնայի պատճառով այ հենց այդ տեսակներն են ընտրվել մեծ սաղարթով, որոնք կարող են պահել ջերմաստիճանը, պահել ուրեմն մնացած գործոնները քաղաքի, այո, փոշին, եւ սա ընտրվել է հենց լուրջ գիտական աշխատանքների հիմքի վրա։ Ես այդ ձեզ հստակ կարող եմ ասել, որտեղ ինձ հայրիկից եմ ես դա լսել։ Մի քանի տարի հետո սակուրաները կարող են այդ ֆունկցիան իրականացնել։ Ոչ, իհարկե ոչ, հիմա չեն կարող արդեն։ Եթե դուք նկատել եք, իրենց 70%-ը չորանում է կամաց քաղաքում։ Սա իրոք են, որ ասում են դիզայն է, իհարկե սակուրան կարելի է տնկել, քաղաքապետարանը իր ուրեմն այդ մուտքի դիմաց թող տնկի սակուրաները գեղեցկության համար։ Թող կառավարության շենքի բակերում տնկեն, որտեղ ինչ որ գեղեցկություն են ուզում ունենան, կամ փոքր ինչ որ բակերում, ինչ որ տեղերում, բայց մասսայական մայթերի վրա հատել այդ մեծ ծառերը, թեղիները, կաղնիները եւ ինչու ոչ բարդիները, ուղղակի հանցագործություն է։ Ես այդ չեմ չափազանցնում այս ամեն ինչը։ Ընդհանուր առմամբ Հայաստանի ոչ միայն մայրաքաղաքի, այլ Հայաստանի էկովիճակը ինչպես է գնահատում, ո՞րն է հիմնական գլխավոր բնապահպանական խնդիրը։ Գլխավոր բնապահպանական խնդիրը անտառահատումներն են Հայաստանում, այո, իհարկե շարունակվում են, բոլորովին վերջերս մի հանդիպման էի, որտեղ մեր գործընկերներից մեկը Շիկահողի արգելոցին անդրադարձավ եւ ասեց, որ հարևան երկրից բավական չի մերոնք են հատում, հարևան երկրից են գալիս ու այդտեղ ուրեմն սահմանա։ Նկատի ունեք Ադրբեջանը։ Այո, գալիս են եւ հատում են ուրեմն Շիկահողի արգելոցի ծառերը։ Եվ այնտեղ հարցը բարձրացրեցին, միջազգային կազմակերպություններ կային, հարցը բարձրացրեցին, ասին ինչպես եք դուք նայում այս հարցին։ Չէ՞ որ դուք եք ֆինանսավորում արգելոցները, արգելավայրերը, ստեղծում եք նոր արգելոցներ, արգելավայրեր։ Եվ ոնց այս հարցը լուծվելու պատասխան չեղավ եւ ասեցին, որ սա ավելի շատ քաղաքական հարց է։ Այնինչ դա լուրջ բնապահպանական խնդիր է։ Ես չեմ ուզում անդրադառնալ միայն նրանց հատումներին, բա մեր կողմից ինչքան են հատում։
ինչքան են հատում եւ թողել են ուրեմն Երևանում շատ քիչ քանակությամբ ծառեր, ուրեմն անտառներ, ճիշտ ական կազմակերպություններ, որոնք լուրջ զբաղվում են ուրեմն անտառատնկումով, այդ Հայաստանի Armenian Project, Tree Project, իրենք շատ լավ լուրջ զբաղվում են դրանով, բայց դա բավարար չի մեզ համար։ Մենք լուրջ խնդիրներ ունենք։ Հայաստանի մյուս խնդիրը դա հանքարդյունաբերության խնդիրն է, որտեղ ունենք ուրեմն պոչամբարներ, ջրերի աղտոտումներ, սա շատ լուրջ խնդիր է, որին անդրադառնում են շատ եւ գիտնականներ, եւ բնապահպաններ։ Խոսքը նրա մասին չի, որ Հայաստանի Հանրապետությունում հանք չշահագործեն։ Խոսքը նրա մասին է, որ այդ ամեն ինչը պիտի արվի մաքսիմում, մինիմում ասեմ լավ անվտանգ եւ չախտոտվի շրջակա միջավայրը, այնինչ մենք ամեն անգամ ահազանգեր ենք ստանում, որ օրինակ Զանգեզուրի բենզամոլիբդենային կոմբինատը, օրինակ օդի աղտոտվածությանը ինչն է ավելի շատ նպաստում կամ ինչը կարող է մաքրել օդը, այսպես ասեմ։ Շրջապատի ուրեմն ամբողջ այդ բիզնես ոլորտը, որը կա, եթե Երևանը նկատի ունի, չէ, Հայաստանը նկատի ունի։ Ընդհանրապես Հայաստանը։ Դե ունենք հանքարդյունաբերությունը, եթե վերցնենք, դա էլի փոշու հետ է կապված, եթե վերցնենք ունենք ավազի հանքերը։ Մենք եզակի չենք եւ ամբողջ աշխարհում կա։ Այո, բայց իրանք այդպես չեն աշխատում։ Խնդիրը այդ է։ Հասկանում եք, այստեղ փորձում են մինիմում ներդրումով մաքսիմում օգուտ ստանալ։ Սա է խնդիրը։ Տեխնիկական լուրջ առաջընթացներ կան աշխարհում հանքարդյունաբերության ոլորտում։ Եվ մենք էլ ունենք մասնագետներ, որոնք կարող են օգնել հանքարդյունաբերողներին այդ լուրջ ուրեմն փոփոխությունները համաշխարհային մակարդակով ներդնել նաև Հայաստանի Հանրապետություն։ Դուք ասում եք այդ խնդիրները, բարձրաձայնում եք դրանց մասին եւ հուշում եք գոնե ինչ պետք է անել։ Իհարկե, քանի տարի բացարձակ արվում է այն, ինչպես արվել է եւ դա շարունակվում է արվել։ Հանրությունը ինչ դերակատարում պետք է ունենա այս շատ կարևոր խնդրի համար, որովհետեւ սա սերունդների խնդիր է, սա այսօրվա խնդիր չէ։ Իհարկե։ Մեկընդմիշտ կարող ենք ռազմավարություն մշակել, մտցնել, գործածել, կիրառել, որ 10 տարի հետո այս խնդրի մասշտաբները, ծավալները ուղղակի չունենանք։ Նայեք, մենք բավականին լավ օրենքներ ունենք։ Այնպես չի, որ գիտեք, մենք օրենքներ չունենք։ Եվրոպայի անվտանգության գրասենյակը շատ մեծ գումարներ է ներդրել Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական խնդիրների լուծմանը, ուրեմն բնապահպանական օրենքների մշակման, այս աշխատել եմ, դրա համար եմ հիմա ձեզ դրա մասին ասում։ Լուրջ, շատ լուրջ աշխատանք է կատարվել եւ ունենք լավ օրենքներ, բայց այդ օրենքները չեն կիրառվում։ Նայեք, շրջակա միջավայրի փորձականություն գոյություն ունի։ Եթե ինչ-որ մի անձնավորություն փորձում է ինչ-որ գործունեություն ծավալել, ինքը պետք է ունենա փորձաքննության եզրակացություն։ Ինչ են անում։ Փորձաքննությունը գրում են, որ ռուսները ասում են «как попало», ոնց իրանց հարմար է։ Այդ ամբողջ ուրեմն դեբատների ժամանակ փորձում են այնպես անել, որպեսզի հանրությանը գցել մոլորության մեջ, նկատի ունեմ շրջապատի մարդկանց, ովքեր որտեղ ապրում են, եթե ինչ-որ գործունեություն պիտի ծավալվի, մոլորության մեջ գցել եւ համոզել, որ գիտեք ինչ կա, եթե մենք այս գործունեությունը այստեղ դնենք, ապա հրաշալի է լինելու, դուք շատ լավ եք ապրելու, բայց մնացած խնդիրները այսպես փակ են մնում։ Սա է ամբողջը։ Վերջում կուզենայի շատ կարճ խոսենք նաև վտանգավոր թափոնների մասին։ Այդ համատեքստում շատ է խոսվում Նաիրիտ գործարանի խնդրի մասին։ Դուք ինչ գիտեք այդ գործարանի տարածքում պահվող թունավոր քիմիկատների մասին։ Դեռ սովետական միության ժամանակվանից այդ գործարանի շուրջ անընդհատ դեբատներ էին։ Դա Դամոկլյան սուր է, երևանցիների գլխին կախված։ Այո։ Մի օր կարող է պայթել։ Այո, իհարկե, միանշանակ։ Հիմա նայեք, կանգնեցրեցին գործարանը, բայց ժամանակ առ ժամանակ ինքը էսենց փոքր ծավալով աշխատում էր, կարծես թե աշխատել է մինչև 2010 թիվը, ինչքանով որ ես եմ տեղեկացված, այո։ Այնտեղ ուրեմն այնպեսի ես հիմա չեմ ուզում քիմիական նյութերի այդ բանի մեջ մտնել ու այստեղ բարձաբանել։ Ասում են ամենավտանգավորը էթինոլ լաքն է, որը պահեստավորված է հենց գործարանի տարածքում։ Այո, պահեստավորված եւ բացի դրանից, տեսեք, քանի տարի է այս գործարանը աշխատում է։ Ինչ պետք է ամբողջ շրջապատում ամբողջ այդ թունավոր նյութերը ուղղակի նստած են այդ հողի վրա, շրջապատում, օդի մեջ եւ այլն, օդի մեջ ժամանակի ընթացքում իրանք իհարկե մաքրվում են, բայց շրջապատում հողի ուրեմն պարարտ շերտի վրա իրանք կան։
Սա պետք է լուրջ ուրեմն ուսումնասիրություններ կատարվեն, շատ լուրջ գիտնականների կողմից։ Հիմա փորձում եմ, ես ինչքան հասկացա, փակում են լրիվ գործարանը եւ համաշխարհային բանկն էլ գումար է միլիոնից ավելին տրամադրում փորձաքննություն անցկացնելու համար, նույնիսկ մասնագետներ պետք է գան այստեղ արտասահմանից նայեն, բայց մենք էլ ունենք ինչու ոչ լավ մասնագետներ, որոնք կարող են տեղում փորձաքննություն անել, մշտադիտարկում անել եւ այսպես ներկայացնել ռեպորտի ձևով ուրեմն կառավարությանը։ Բայց ամեն դեպքում, եթե օբյեկտիվ մոտենանք այս խնդրին, ապա այն ուրեմն գործընթացը, որ ուզում է կառավարությունը անի այդ շրջապատում, քանդելով գործարանը բացարձակ անընդունելի է։ Խնդիրը չի լուծվում։ Չի լուծվում, ոչ, քանդեց եւ այդտեղ ուզում է ինչ որ այսպես շենքեր կառուցել, ես ինչքան գիտեմ, այդպեսի պրոյեկտ կա, որ շենքեր են կառուցվելու եւ մարդիկ պետք է ապրեն։ Բայց սա, գիտեք ինչ, առնվազն տասնյակ տարիներ է պետք, տասնյակ տարիներ, որպեսզի շրջապատը մաքրվի եւ հատուկ միջոցառումներ են պետք հողի մաքրումը, շրջապատի մաքրումը կազմակերպելու համար, որպեսզի այդտեղ լինի ուրեմն թաղամաս, շենքեր կառուցվեն եւ մարդիկ կարողանան ապրել, անընդունելի է սա։ Սա պետք է տարիներ անցնեն, միջոցառումներ արվեն, որպեսզի այս տեղանքում որտեղ որ ուրեմն գործարանն է, ինչ որ մեկ այլ բան լինի։ Ես ինչքանով որ գիտեմ, նույնիսկ շրջապատի հանրությունը, հասարակությունը տեղեկացված չի, թե ինչա տեղ կատարվելու։ Եվ ինչու ոչ, ուրեմն քաղաքացիական հասարակությունը տեղեկացված չի, թե լրիվ ինչ են ուզում տեղ անեն, ու ոչ բոլորը իհարկե, մարդիկ կան, որ շատ տեղեկացված են եւ ունեն ինֆորմատիվ են իրանք, ինֆորմացիա ունեն այս ամեն ինչի մասին, բայց ընդհանուր առմամբ այսպես փակ է պահում այս ամեն ինչը։ Եվ ի վերջո մենք դեռ չենք տեսնում այդ ուսումնասիրությունները, որտեղ են այդ ուսումնասիրությունները։ Տեսնենք, շոշափենք, կարդանք, հասկանանք։ Շնորհակալություն, որ մեր հյուրն եք։ Ես եմ շնորհակալ։ Մենք զրուցում էինք Երևանի բնապահպանական խնդիրների մասին, մեր հյուրը բնապահպան Սիլվա Ադամյանն էր։ Ցտեսություն։